կպատկերացնեիք մի իշխանություն, որը կհայտարարեր, որ ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այսպիսի բաներ։ Եվ կարծում եմ, եւ թե սա նաեւ ասվի մեր ժողովրդին, մարդիկ հարց կտան, բայց այդ ինչպես։ Հիմա ձեզ համար հասկանալի այդ երբվանից ցեղասպան Ադրբեջանը, որի ձեռքերը ցեղասպանությունից այսպես մաքրել է ուզում Նիկոլ Փաշինյանը, փաստորեն դառնում է նաև Հայաստանի երաշխավորը։ Այդ շատ նման է այն առակին, երբ գայլին կարգում են ոչխարների հովիվ։ Թող ինձ ների իմ ժողովուրդը, բայց շատ նման է այդ իրավիճակը դրան։ Լսում եմ ձեզ, պարոն Մկրտչյան։ Ուրեմն հատուկ ծառայությունների տիրույթում կա ստի դետեկտոր հասկացողություն։ Երբ որ մարդուն ուզում են ստուգեն նախապում է թե չէ, այդպես տոկերի են միացնում եւ հարցերի միջոցով կարողանում են բացահայտել այն ինչ որ ինքը խոսում է կամ ինչ որ մտածում է։ Հիմա տվյալ անձնավորությունը, որ այդպեսի բան է ասել, անվտանգության երաշխավոր Ադրբեջանն է, իրավիճակից ելնելով այդ դետեկտորը, որը այդ իրավիճակն է, միացել է եւ բացահայտել է իր ներքին համոզմունքը, այսինքն եւս մի անգամ ապացույց, որ այս իշխանությունները Հայաստանը տանում են թուրք-ադրբեջանական ազդեցության տիրույթ, այսպես ասած տանում են վիլայետ դարձնելու։ Հետեւաբար, այո, վիլայետի դեպքում անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, եթե Հայաստանը դառնա արևմտյան Ադրբեջան, այդ դեպքում երաշխավոր ինքը կլինի, այսինքն եւս մի անգամ իրենք լեզվի սայթակումով ասում են, որ այո, մենք ձեր տանելու ենք իրենց հպատակության եւ ձեր ֆիզիկական գոյությունը իրենք թույլ կտան, բայց դուք արդեն այն հայը չեք լինի, որ ձեզ պատկերացնում եք։ Չեք լինի դուք Մովսես Խորենացու, չեք լինի դուք Ներսես Շնորհալու, չեք լինի Վարդան Մամիկոյանի, Հայկ Նահապետի եւ այլնի։